Սիրելի քույրեր եւ եղբայրներ, ամենքս միասնաբար, աղոթաբար մասնակից դարձան դրմբացեկի հոգեպարար այս արարողությանը, որտեղ մենք ներկայանում էինք մեր դերակատարներ, դրսում կանգնածներս եկեղեցու դռան առջև ժողովուրդն էր, Քրիստոսի անվան հավատացողներն էին, ովքեր որ ցանկանում էին մուտք գործել երկնքի արքայության, որ անիսրած կեստավորված քահանան պատկերն է Քրիստոսի, ով պատասխանում է մեր աղերսներին, աղաչանքներին և աղոթքներին։ Եվ այդ երկխոսության մեջ սիրելիներ, եթե ուշադիր եղաք, քահանան Խորանից ասում է, ովքեր եք դուք, որ ուզում եք մեզ մտնել, որովհետև սա Աստծո դուռն է, և այս դռնով միայն արդարները կարող են անցնել։ Եվ մենք դրսից աղյողով, շարականներով, հայցերով պատասխանում էինք և ասում էինք ոչ միայն արդարների դուռն է, այլ նաև մեղավորները կարող են մտնել խոստովանության և ապաշխարության արդարացած։ Այսօր սիրելիներ, սա առաջին հանգրվանն է, որով որ մենք մուտք ենք գործում ավագ շաբաթվա այս տնօրինական խորհուրդների մեջ։ Եվ մենք պետք է կարողանանք ապրումակցել մեր Տիրոջը, որովհետև ըստ էության ինչ է այս ամբողջ շաբաթվա խորհուրդը։ Մենք քայլում ենք Քրիստոսի հետ, քայլում ենք նրա առաքելության վերջին այդ օրերին, միասնաբար իր հետ կրելով դժվարությունները, չարչարանքները, տառապանքները, ապրելով սոսկալի ցավը մատնության և դավաճանության, բայց նաև երբ խաչն է բարձրանում Տերը, մենք հույս ունենք, որ մենք պետք է արդարանանք այդ խաչարար մահվան և Տիրոջ հարության, մանության մենք էլ հարություն առնենք և առաջ գնանք երկնքի արքայության։ Հոգևոր մեր կյանքը սիրելիներ երկու առանցքներ ունի, երկու անյունական ունի։ Առաջինը մեր Տիրոջ և Բնչի մարմնավորման խորհուրդն է, որով որ աշխարհ եկավ Տերը, որպեսզի մեզ դեպի փրկություն առաջնորդի։ Եվ երկրորդը մահն է, սակայն անյունականը ամբողջ մեր հավատի այդ մահվանը հաջորդող հարությունն է, որովհետև այդ հարությունն է սիրելիներ, որ մեզ հույսն է պարգևում, որ մենք էլ մեր հերթին, երբ Տերը մեզ կանչի, Տիրոջ նմանությամբ պիտի կարողանանք արդարանալ մեր գործերով և ողորմություն գտնելով երկնավոր մեր Հորից ժառանգորդը դառնալ երկնքի արքայության և հավիտենական կյանքի։ Ուստի մենք զորանանք այս հավատի մեջ և թույլ չտանք, որպեսզի այդ անյունաքարը մեր հավատի որևէ կերպ սասանվի, որևէ կերպ այսօրվա մերօրյա մարտահրավերների և հարվածների հետևանքով թուլանա և փշրվի, այլ ընդհակառակը ավելի պիտի զորանա և մեզ պարգևի ներքին ուժականություն, նորանոր վկայությունը բերել մեր հավատի ամրության վերաբերյալ։ Ես մաղթում եմ ձեզ, որպեսզի յուրաքանչյուրը ձեր հերթին կարողանաք այս հոգևոր ճամփորդությունը անցկացնել ոչ միայն աղոթքի մեջ, այլև ներքի հանդարտության մեջ, ներքի առաստված ապավինության մեջ, այն անխախտ համոզումով և հավատով, որ եթե Քրիստոս, որ իր քավչարար մահվամբ մեզ մաքրեց մեր մեղքերից հարություն առավ, ապա մենք էլ ընդհանրակ գնալով նույն այդ հարության խորհրդին, մենք էլ այդ նույն հույսով պիտի համարվենք և մենք էլ պիտի արժանանանք Տիրոջ հետ միասին ժառանգակիցը դառնալու երկնքի արքայությանը և լուսեղեն օրրաններին։ Թող Տիրոջ շնորհը, սեր և խաղաղությունը հարատև մեզ հետ լինեն, որպեսզի համարձակ քայլենք այս ուղիներով հոգևոր մեր կյանքի և քայլ առ քայլ ավագ շաբաթվա ողջ ընթացքում կարողանանք հետևել այն արարողությունների առատությանը,
որոնք որ մեզ կոչված են ավելի բարձրացնելու և ամրացնելու մեր այս աշխարհում կոչման մեջ։ Օրհնյալ Տերերով, իշնորհացում Հոգուց, երկայնի խաղողին, և Տեր մեր Հիսուս Քրիստոս, եղեցին ձեզ ընդամենեսյանը։ Ամեն։